Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչ է ձեր անունը, ոնց ձեզ ներկայացնում։ Իմ անունը Դուլան Մարին է, ես ինքս բնիկ Գետաշենցի եմ, Գանձակի Գետաշեն գյուղից։ 88 թվից պատերազմի դաշտում եմ։ Ասում եք Ղարաբաղի կոբրան եք, ձեզ այդպես են դիմում։ Դա իմ պազիվնոյն է եղել։ Կոբրա են ասել, կոբրա եղել ձեր պազիվնոյը։ Ես բանը ռազմետկա եմ եղել, որ կապ եմ հաստատել, ասել եմ կոբրա, отвечайте կոբրազին։ Ու իմ մականունը մնացել է Ղարաբաղի կոբրա։ Ծննդով էլի, ընդեղացեմ, մնացել է տենց։ Ինչ կա ձեր սրտում հիմա Էստոնիայի հետ կապված, ինչ մաղթանք ունեք եղել։ Ուրեմն ես մաղթանք ունեմ, որ պատերազմը չլինի։ Մեր երեխաները չտեսնեն այն ինչ որ մենք ենք տեսել։ Ես չեմ ուզում պատերազմը տեսնի մեր երեխան։ Ես ունեմ 4 թորնիկներ, ես չեմ ուզում որ նրանք տեսնեն այն ինչ որ մենք ենք տեսել։ Սա նաև ձեզ համար Շուշիի ազատագրման օրն է։ Այո, ես Շուշիի մասնակիցներից եմ։ Որտեվ կառավարության անդամներին հարցնում է, իրանք ասում են, չէ, սա միատոն է, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է։ Շուշիի մասին մոռացել են։ Ոչ, Շուշիի մասին եթե մոռացել են, ուրեմն մոռացել են իրանց պատմությունը։ Որտեւ մենք բնիկ եղել ենք հայ էլ կմնանք։ Շուշին առաջին եղել է հայկական։ Ինչպես Նախճեվանն է եղել հայկական, որ բանը թուրքերը եկե գրավել են, նույնն էլ եղել է Շուշին։ Ինչից հետո ինչպես ստացվեց որ Շուշին այսօր հայկական չէ Ադրբեջանի տարածքում։ Դա արդեն հարցեր է կառավարությանը։ Իրանք ասում են դժգույն էր, դժբախտ էր, մեզ պետք է շուտ։ Իրանք համար դժգույն էր, որովհետև իրանք արյուն չեն թափել։ Իրանք պատերազմը չեն տեսել։ Իրանք կողքով են անցել պատերազմի։ Իսկ այն մարդը, որը պատերազմն է տեսել, մահ է տեսել, արյուն է տեսել, երբեք չի ասի, որ դա Շուշին անգույն է։ Դժգույն է։ Շուշին կարմիր է։ Մեր տղաների արյան գույնով։ Հույս կա որ նորից կվերադարձնենք Շուշին եւ ամբողջ Արցախը։ Այո, մենք պետք է վերադարձնենք մեր ամբողջ Արցախը։ Դուք եք ձեզ դավաճանված զգում։ Այո։ Իշխանությունների կողմից դավաճանել են դրա արդյունքում դրա հետ լքված ենք։ Մենք լքված ենք, սիրելիս։ Մեր սրտերում ես օրինակ երեք երաբլուրում էի, սիրտս վատացած դուրս եկա, որ տեսա մեր տղաներին։ Որ մենք ստեղծեցինք երաբլուրը, ընդամենը 5000 հոգի երեխա ունեինք, իմ ամուսինս, իմ աղբերս, իմ բան, ու հիմա ավելի ավելացել է։ Դա մեր սրտի ցավն է, մորմորն է, հասկանում եք, ոնց որ վերքի վրա աղ լցնեն։